Հունիսի 8-ի կիրակնօրյա պատարագին հայ առաքելական Սուրբ եկեղեցում նշվեց հոգեգալուստը, առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքը։ Տոնը նաև Պենտեկոստե է կոչվում, որը հունարեն նշանակում է 50-րդ, քանի որ Քրիստոսի հարությունից 50 օր հետո Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա։ Դեռևս իր երկրային կյանքի ընթացքում Քրիստոս աշակերտներին խոստացել էր արժանացնել Սուրբ Հոգու շնորհներին։ Եվ ահա ինչպես նկարագրվում է Սուրբ գրքում, երբ համբարձման տոնին աշակերտները Երուսաղեմում աղոթքի էին միաբանված, հողմաձայն սուլոց է լսվում եւ կրակե լեզուներ են իջնում աշակերտների վրա, նրանց պարգևելով անծանոթ լեզուներով խոսելու շնորհներ։ Սուրբ Հոգու շնորհներն առաքյալներին տրվում են Աստծո մեծագործությունները քարոզելու եւ տարբեր լեզուներով խոսող մարդկանց ի Քրիստոս միավորելու առաքելությամբ։ Իրենց քարոզներում հոգևոր հայրերը մշտապես ասում են. յուրաքանչյուր ոք աշխարհում ունի իր առաքելությունը։ Յուրաքանչյուր հայ մարդու առաքելությունը լինել տեր կանգնել իր երկրին, իր պետականությանը, իր հողին եւ իր ապրելակերպով փառաբանել Տիրոջը։ Հոգեգալստյան պատարագը մատուցեց Վահան եպիսկոպոս Հովանիսյանը, ընթերցվեցին Սուրբ Հովան Ոսկեբերանի Սուրբ Հոգուն ձոնված աղոթքները։ Սոնա Խաչատրյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 8-ին մեր եկեղեցին նշեց հոգեգալստյան տոնը։ 2011 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տոնի օրը հռչակվել է Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր եւ ավանդաբար տոնական Սուրբ պատարագ է մատուցվում։ Այսօրվա տոնը խորհրդանշում է ընդհանրապես մեր աստվածային շնորհներով զարդարվելը, ինչպես առաքյալները զարդարվեցին, ովքեր Քրիստոսի պատվերով սպասեցին եւ ստացան այս շնորհը, այնպես էլ մենք ամեն տարի կարող ենք այս տոնի ընթացքում նորոգվել, նոր շնորհներ ստանալ, զորանալ, քաջություն ունենալ, արիություն ունենալ, իմաստություն ավելացնել եւ լավ վկաներ լինել Քրիստոսին, բացապես մեր կյանքով եւ Աստծո խոսքով նաեւ։ Սուրբ սեղանին է դրված Մայրաթորից բերված Մատթեոս եւ Անդրեաս առաքյալների մասունքներն ամփոփող մասունքարանը։ Սուրբ Անդրեասը Քրիստոսի 12 առաքյալներից էր, Պետրոս առաքյալի եղբայրը։ Մինչ Տիրոջը հետևել է, եղել է Հովանես Մկրտչի աշակերտը։ Տիրոջ համբարձումից հետո քրիստոնեություն է քարոզել Հունաստանի հյուսիսում։ Սուրբ Մատթեոսը հարկահավաք է եղել, բայց երբ Հիսուս նրան առաքելության է կոչել, դարձի է եկել եւ իր ողջ ունեցվածքը բաժանել աղքատներին։ Մատթեոս առաքյալը հեղինակ է նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոս Ավետարանի։ Մասունքարանը պատրաստվել է 18-րդ դարում Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին է բերվել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Տոնական պատարագը Տեր Արսեն Քահանա Միրզոյանը մատուցեց։ Տեր հայրն անդրադարձավ հոգեգալստյան տոնի խորհրդին եւ Սուրբ Հոգու նշանակությանը մեր կյանքում։ Հոգեգալստյան այս տոնը նաեւ յուրաքանչյուրինս է։ Յուրաքանչյուրինս է, որովհետեւ մենք էլ առաքյալների նման հնարավորություն ունենք Սուրբ Հոգու շնորհները ստանալու եւ անդադար ստանալու։ Երկրի վրա այլևս մեզ պահում, կապում եւ առաջնորդում է Սուրբ Հոգի Աստված։ Եվ մեզանից է կախված։ Թույլ կտանք Սուրբ Հոգին գործի մեր մեջ, թե ոչ։ Մեզանից է կախված Սուրբ Հոգին շարունակի իրագործել, կենսագործել իմ կյանքից ներս, իմ միջոցով, թե ոչ։ Իմ աղոթքն ու հայցն է, որպեսզի Տեր Աստված յուրաքանչյուրիս աստվածային իմաստություն տա, մտքի, հոգու, մարմնի առողջություն տա եւ նաեւ քաջություն առաքյալների նման միասիրտ դառնալու վերջի վերջով։ Մեր կամքը եւ մեր սիրտը մեկտեղելու, խոնարեցնելու դիմացինի նկատմամբ, դիմացինի սիրտը, սերը, կամքը վերցնելու քո մեջ, դառնալու մեկ ամբողջություն, մեկ միություն, մեկ համայնք։ Եվ այդ ժամանակ Սուրբ Հոգին կգա իրավամբ եւ կառաջնորդի մեզ այն եկեղեցու շարունակությանը, որի հիմնադիրներն են մեր Սուրբ առաքյալները։ Ժամանակին այստեղ մեծ վանական համալիր է գործել։ Վանքն ունեցել է 4 եկեղեցի, 1 գավիթ։ Սուրբ Աստվածածին Բազիլիկ եկեղեցին քանդել են սովետական տարիներին 1931 թվականին։
Վանքը հնում այնքան հռչակավոր է եղել, որ 3 անգամ այստեղ ուխտի գալը հավասարազոր է եղել 1 անգամ Երուսաղեմ ուխտի գնալուն։ Անշուշտ հավատացյալների թիվն էլ է մեծանում, երիտասարդների մեջ էլ որոշակի շարժ նկատվում է։ Այս տարի օրինակ նաև անցյալ տարի զբոսաշրջիկներ ավելի շատ էին, թե Ռուսաստանից, թե Եվրոպայի երկրներից եւ Ամերիկայից շատանում են, դա զգացվում է իրապես։ Իսկ ընդհանրապես ուխտի օրվա կապակցությամբ անշուշտ այն քանակը չէ, ինչ որ առաջին տարիներին էր, բայց արդեն ոնց որ ասած մաղվել են եւ այն սերուցքն է արդեն մնացել։ Իսկապես հավատացող, իսկապես տոնը գնահատող, տոնը արժևորող եւ հասկացող ու դրանով ապրող անձերն են, ովքեր գալիս են իրենց շնորհները ավելացնելու, ովքեր գալիս են իսկապես հաղորդակցվելու Աստծո հետ, շփվելու Աստծո հետ, իրենց աղոթքներով կիսվելու միմյանց հետ, միմյանցով զորանալու նաեւ մի միաբանություն ստեղծելու։ Երկար ճանապարհ ենք կտրել Երևանից մեծ սիրով ուխտագնացության ենք եկել Վանք, շատ կարևոր ուխտով ու հավատով, որ այս բարդ ժամանակներում աղոթենք մեր երկրի համար, մեր հայրենիքի ամրության համար։ Սևանավանքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը չի մարել մինչ օրս։ Վանքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից է։ Տարվա ցանկացած եղանակի, հատկապես ամռանը, Վանքը դեպի իրեն է ձգում ուխտավորների աշխարհի տարբեր անկյուններից։ Այնոն ֆինլանդացի է, ամուսինը հայ, ապրում են Հայաստանում, ազգակիցներին միշտ Սևանավանք է բերում։ Ասում է վառ տպավորություններն այստեղ ապահովված են։ Ոչ միայն տեղանքն ու կապուտակ Սևանն է տպավորիչ այս բարձունքից, այլև դարավոր Վանքն իր պատմությամբ։ Մեծ խնամքով են պահպանված խաչքարերը, տարածքն ու 2 հնամենի վանքերը։ Գիտեմ, որ այստեղ 921 թվականին մեծ ճակատամարտ է եղել, Վանքը ծառայել է որպես ամրոց։ Միշտ սիրով եմ գալիս այստեղ, ներքին խաղաղությամբ եմ լցվում։ Դրական մեծ էներգիա կա այս վայրում։ Պատարագի ավարտին կատարվեց նաև անդաստանի կարգ մեր երկրի ու եկեղեցու անսասանության, խաղաղության, հոգևոր ու ֆիզիկական առողջության խնդրանքով։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Նոր ուսումնական տարվանից թե ովքեր հնարավորություն կունենան ուսանելու Գևորգյան հոգևոր ճեմարանում, պարզ կդառնա ընդունելության քննություններից հետո։ Առաջին փուլն արդեն մեկնարկել է։ Դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն առարկաներից։ Այս 3 քննությունները եզրափակվում են, ամփոփվում են տեսչության անդամների հետ ունեցած հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում են նրանց գիտելիքները, ընդհանուր գիտելիքները Աստվածաշնչից, հայ եկեղեցու պատմությունից, օտար լեզուներից, երգեցողությունից եւ այդպիսով նաեւ ակնհայտ է դառնում նրանց ինքնաարտահայտվելու եւ հաղորդակցվելու կարողությունը։ Այս տարի նախորդի համեմատ դիմորդների թիվն ավելացել է, ասում է ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչը։ Գևորգյան հոգևոր ճեմարան են դիմել Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև Հառիճի Թրբանջյան ընծայարանում սովորող երիտասարդներ։ Դիմորդներից ոմանք արդեն ունեն եկեղեցում սպասավորելու որոշակի փորձ եւ գիտակցում են։ Ուսումնառության եւ հետագա հոգևոր ծառայության ընթացքը հեշտ չի լինելու։ Փոքր ժամանակվանից տեսնելով հայրիկիս Since գործունեությունը եկեղեցում իր ազգանպաստ եւ եկեղեցանպաստ, ես էլ միշտ փոքր ժամանակվանից ցանկացել եմ հոգեվորական դառնալ։ Գիտակցում եմ, որ որոշ առումով հեշտ չի լինելու, բայց Աստված առաջ ամեն բան լավ կլինի։ Ընտանիքում հոգեվորականներ չունեմ, բայց ունեմ այնպիսի հոգեվորականներ, ովքեր ընտանիքի հավասար են ու ես իրենց համարում եմ ընտանիք։ Ինձ թվում է Տիրոջ զորությանը ապավինելով կկարողանանք նախ եւ առաջ այսօր հանձնել ընդունելության առաջին քննությունը, իսկ հետագայում արդեն մեր ուսումնառությունը սկսել եւ ավարտել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա նաեւ ծառայել հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանից ներս։ Առաջինը հայոց լեզվի քննությունն էր, թեստային հարցաշար ընդհանուր լեզվական գիտելիքները ստուգելու եւ շարադրություն ստեղծագործական միտքը ստուգելու համար։ Լուսավոր տղաներ են, կկարողանան հաղթահարել քննությունը, ասում է Աշոտ Գալստյանը։ Առաջնային խնդիրը հղկել տղաների խոսքը, հնչերանգը եւ հասցնել մաքսիմումի գրագիտության աստիճանի մասին է խոսքը, նրանք պետք է լինեն պերճախոս, տիրապետեն հայոց լեզվի գաղտնիքներին, օրինաչափություններին եւ կարողանան իրենց խոսքով
համախմբել մասսաներին, դա շատ կարևոր է։ Մենք ուսումնառության ընթացքում առաջնային ենք դիտարկում հենց խոսքը, խոսքի ուսուցումը։ 2016 թվականից սկսած Գևորգյան հոգևոր ճեմարանը ամբողջական երաստիճան կրթություն է տրամադրում։ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա եւ 3 տարի ասպիրանտուրա առկա ուսուցմամբ։ Անցյալում եւ հիմա մեր եկեղեցու աշխարհասփյուր թեմերում սպասավորող հոգևորականներն այստեղ են կրթություն ստացել։ Ճեմանան եկող յուրաքանչյուր դիմորդ կամ երիտասարդ կարող է առաջնորդվել այն մտածումով, այն գիտակցումով, որ նա ընդունվելով ճեմանան, բարեհաջող ուսանելով, ավարտելով եւ դառնալով հոգեվորական, այդպիսով նաեւ կարող է դառնալ այն մեծ պատմական շղթայի մեկ օղակը, որ շարունակվում է 150 տարիներ, ինչն որ Գևորգյան հոգևոր ճեմարանի տարիքն է։ Ընդունելության երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ 10 տարի առաջ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռան բոցվեց մայրաքաղաքի Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին։ Նոր եկեղեցին կառուցվեց 12-ից 13-րդ դարերի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, ճարտարապետը Վահագն Մովսիսյանն էր, բարերարները Հրայր եւ Աննա Հովնանյանները։ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու դարավոր եւ Սուրբ Աննա եկեղեցու 10-ամյա պատմությունը որպես Քրիստոս առաջնորդող առաքելություն խորագրի ներքո հունիսի 8-ին նշվեց Սուրբ Աննա եկեղեցու 10-ամյակը։ Կիրակնորյա պատարագից հետո Տեր եւ Տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Այնուհետև Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանդիսություն։ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը խոսեց եկեղեցու շուրջ ձևավորված համայնքային կյանքի մասին, ներկայացրեց ծխական խորհրդի, երիտասարդաց տիկնանց միությունների գործունեությունը, իրականացվող քարոզչական ու սոցիալական ծրագրերը։ Այդ գործնեության շնորհիվ է, որ Տիրոջ ողորմությամբ Սուրբ Աննա եկեղեցին միշտ լեցուն է իր հավատացյալներով, իր համայնքով, որը ամեն կիրակի ճաշակում է Տիրոջ մարմինը ու արյունը հավիտենական կյանք ունենալու համար։ Բոլոր նրանք, ովքեր ներկայացան Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում, եկեղեցու համայնքի անդամներ էին։ Սաքսոֆոնահար Անդրեաս Մկոյանը սպասավորում է եկեղեցում, խորան է բարձրանում։ Նա Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների երիտասարդաց միության փոխատենապետն է։ Ստացել եմ հոգևոր դաստիարակություն, ըստ իս նա դեռ կապ ունի, որ շատ մեծ տեղ ունի իմ կյանքում եկեղեցին եւ Աստված, բայց ըստ իս յուրաքանչյուր մարդ, եթե լինի նույնիսկ աշխատանքին կամ զբաղված, ամեն դեպքում ըստ իս իր սրտում կրում է Աստծուն, ու եթե մարդ իր սրտում կրում է, ապա յուրաքանչյուր ամենաթեթև վայրկյանները, ժամները ինքը տրամադրում է Աստծուն եւ նաեւ եկեղեցուն։ Արմինե Գաբրիելյանը ամուսնու հետ հանդիսությունների, ընտանեկան ու կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ է զբաղված, ստուդիա են հիմնել։ Բազմազբաղառորյան չի խանգարում, որ կիրակի օրերը 3 զավակների հետ միասին եկեղեցում լինի։ Եկեղեցու տիկնանց միության անդամ է։ Ամուսինս տղաս խորան են բարձրանում, աղջիկս երգչախումբ։ Ես էլ փոքրիկիս հետ մասնակցում եմ պատարագներին։ Բացի շաբաթվա մեր առօրյա հարաբերությունները մեր հարազատների հետ, շաբաթվա մեջ այդ մեկ օրը այնքան ջերմորեն հանդիպում ես հավատացյալներին, այնքան մեծ սեր ու էներգիա ես ստանում նրանցից, մեծ օրհնություն ես ստանում հոգևորականներից ու իրապես խնամք, ես կասեմ խնամք, այո, որովհետև հենց եկեղեցու հոգևորականը մեծ խնամք է տանում եւ դա վկայում է եկեղեցու հավատացյալների մեծ բազմությունը, նրանք այնտեղ են, որտեղ տեսնում են այդ ջերմությունն ու խնամքը հոգևորականի։ Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին արվեստի հայտնի գործիչներ, որոնք ևս եկեղեցական համայնքի անդամներ են։ Ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը, Կիրակնորյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները։ Համայնքի անդամները ներկայացրին ավետարանական դրվագներ, հանդես եկան երաժշտական կատարումներով, ասմունքով։ Երեկոյի ընթացքում օրհնության գրեր բաշխվեցին։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։
ինչպես խոհանոցային պարագաները, ափսեյ, գդալ, տախտակ կարող են օգտագործել յուրաքանչյուր տեղ, օրինակ տանը որպես տանտիրու լավ տրամադրությունը ապահովելու ինչ-որ առարկա, միջոց։ Մանկության աշխարհ ամենամյա մանկական ցուցահանդեսին Նորքի հայորդյաց տունն այս տարի առաջին անգամ է մասնակցում։ Ցուցահանդեսին մասնակցությունը թե ներկայանալու եւ թե համեմատվելու հնարավորություն է, ասում են մանկավարժները։ Իսկապես հիմնավորված գոհունակություն է, որ արտահայտում եմ ես մեր մասնագետներից, որակական, ճաշակային, ժամանակին արդիական լինելու, նաև խնդիրը լուծելու մեջ անշուշտ կան լավ աշխատանքներ, այստեղ օրինակ խեցեգործություն կա, արտ կերամիկ, ումից կարելի է բավականին շատ բան սովորել։ Դեկորատիվ կիրառական արվեստի 6 դասարան է գործում Նորքի հայորդյաց տանը՝ բատիկ, մաքրամե, գոբելեն, խեցեգործություն, գորգագործություն եւ փայտի փորագրություն, որոնցում շուրջ 150 երեխա է սովորում։ Այսպիսի դասարաններ են գործում բոլոր 8 հայորդյաց տներում եւս։ Հայորդյաց տներում դեկորատիվ կիրառական արվեստը բավականաչափ զարգացած է։ Իրապես ինքը հետաքրքիր ոլորտ է եւ եթե ծնողները ավելի գիտակցաբար մոտենան այս ամեն ինչին, որտեղ ինքը մնայուն արվեստ է, ինքը մնայուն մշակույթ է եւ ինքը ներկայանալի արվեստ է։ Եթե ծնողները լուրջ մոտենան, անշուշտ մեզ մոտ պետք է թիվը կրկնապատկվի, եռապատկվի։ Երիտասարդ ծնողները դիմում են, որ նկատել են երեխայի մեջ փոքրիկ տաղանդ, ուզում են շեշտը դնեն դրա վրա, ուզում են երեխան ավելի զարգանա, ուզում են աչքը շատ զարգացած լինի, ճաշակով լինի, ուզում են արվեստը ճանաչեն երեխաները, այդ պատճառով են հիմնականում դիմում։ Սերնդափոխությամբ նաև պայմանավորված, այն թյուր կարծիքը, որ արվեստագետների կյանքը այնքան էլ լավը չի, ամբողջովին փոփոխվել է։ Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում հայորդյաց տան սաները պարբերաբար մասնակցում են թեմատիկ ցուցահանդեսների։ Դրանք բարձրացնում են նրանց ինքնագնահատականը, փորձի փոխանակման եւ նոր մտահղացումների հնարավորություն տալիս։ Ես շատ եմ մասնակցում ցուցահանդեսներին, դա ինձ վստահություն է տալիս, որ ես կարող եմ շարժվել ապագայում իմ ուզած բանով, իմ ուզած մասնագիտությամբ։ Ես հիմա առանց ինչ-որ դժվարության, առանց ինչ-որ պարապելու քննությունների կարող եմ ընդունվել յուրաքանչյուր իմ արվեստի հետ կապ ունեցող բուհ։ Տարբեր բնագավառներում ձեռք բերած իրենց հաջողություններով են հայորդյաց տան սաները շնորհակալություն հայտնում Մայրաթորին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը եւ անհատ բարերարներին, որոնք 30 տարուց ավելի հովանավորում են կրթօջախի գործունեությունը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։